Բարև ձեզ։ Եվ այսպես մենք երեք ականատեսը եղանք, այսինքն վերջին 2-3 օրվա ընթացքում խայտարակ պատկեր ուղղակի երեք ամբողջացրեց քննչականի տարածած տեսանյութը, ինչպես են ստորաբար զինված, դիմակավորված աղազականները մտնում, տապալում Գագիկ Ծառուկյանին, մի մարդու, որ անգամ դիմադրություն ցույց չի տալիս, 13 ժամ եւ ավել խուզարկություններ տանը, նրան պատկանող ընկերություններում, կապարակնքված են ընկերությունները, հյուրանոցը, ամեն ինչ ըստ էության, խնդրեմ եւ 3 հայտի դարձավ երկու ամսում կանոնավորում են։ Ազատություն եմ մաղթում Գագիկ Ծառուկյանին ու մեր բոլոր քաղբանտարկյալներին։ Գագիկ Ծառուկյանը մեծ հայ է, մեծ բարեգործ է։ Այսօր որ հայկական սպորտը սենց մեծ հաջողությունների է հասել, դա Գագիկ Ծառուկյանի շնորհքն է։ Իհարկե շախմատը Սերժ Սարգսյանի շնորհքն է, ֆուտբոլն էլ Ռուբեն Հայրապետյանի, իսկ մնացած սպորտը, որ սենց մեծ հաջողություններ մենք ունենք սպորտում, դա Գագիկ Ծառուկյանի շնորհքն է։ Ես հիշում եմ, որ 2002 թվին իմ քուրս դարավ Եվրոպայի փոխ-չեմպիոն շախմատից։ Դա մեծ հաջողություն էր համարվում, իմ քուրս Լիլիթ Մկրտչյանն է, աշխարհարչակ շախմատիստի։ Դա մեծ հաջողություն էր համարվում։ Օրը մի բարձրաստիճան պաշտոնյա ընդունում էր, ուղիղ մի ամիս ընդունելությունների մեջ էր քուրս։ Այդ տենց բացառիկ հաջողություն էր համարվում Եվրոպայի փոխ-չեմպիոն լինելը։ Այսօր ես վստահ եմ, որ մենք մեր Եվրոպայի չեմպիոններին բոլորին չգիտենք։ Այնքան շատ են։ Ու դա Գագիկ Ծառուկյանի շնորհքն է։ Դե համար ես սպորտսմեններին էլ իմեջում էլ գրել եմ, post եմ գրել, հիմա ստեղից էլ ասում եմ, սպորտսմեններն էլ կոչ եմ անում, սպորտսմեններ ջան, հելեք կանգնեք Գագիկ Ծառուկյանի կողքը։ Ձեր գրառումներով, ձեր ակցիաներով, ձեր մրցումների գնալուց մայք հագեք Գագիկ Ծառուկյանի նկարով ազատություն քաղբանտարկյալներին։ Ամբողջ աշխարհով մեկ բարձրաձայնեք, թե ինչ է կատարվում Հայաստանում ու կանգնեք Գագիկ Ծառուկյանի կողքը։ Գագիկ Ծառուկյանը մեծ բարեգործ է։ Մեծ բարեգործ։ Այս Գագիկ Ծառուկյանին գետնին պարկացնելով, Ծառուկյանը վատ տղա չդարավ, վատ հայ չդարավ։ Ընդհակառակը վատը նրանք են, ովքեր այդ հրամանը տալիս են, որ նայեք պատմության մեջ անենց հզոր մարդկանց են պարկացել գետնին, Նելսոն Մանդելային են պարկացել գետնին, Գարեգին Նժդեհին են պարկացել գետնին, բայց դրանով իրանց տեսակը չի փոխվել։ Յապոնչիկին են պարկացել գետնին, տարբեր տեսակի հզոր մարդկանց պարկացնում են գետնին, բայց դրանով իրանց տեսը Սավոր Ռաֆին են պարկացել գետնին, տարբեր ոլորտի հզոր մարդկանց անուններ եմ տալիս, տարբեր ոլորտի։ Դրանով իրանց տեսակը չփոխվեց։ Այդ ուզում ասեմ, այդ պարկացնելով, այդ Ձիշովի վրեժխնդրությամբ Նիկոլ դու լավ տղա չես դառնում, դու չես հաղթում։ Ընդհակառակը այդ գետնի պարկացնելով դու ապացուցեցիր Գագիկ Ծառուկյանը ապացուցեց, որ ինքը քֆուրի տակ մնացող տղա չի, ինքը զադնի դնող տղա չի, այն որ ավել պակաս գրում էին Ծառուկյանի հաշվին, բայց քֆուրը դրիր, քֆուրի տակ մնացիր, հիմա ժողովուրդ ջան տեսակ որ քֆուրի տակ չմնաց Գագիկ Ծառուկյանը։ Տղավարի ինքն էլ կարա չէ մյուս օլիգարխներին ման էթար խելոք պլատի տլներ Նիկոլ Փաշինյանին, չքաշեր իր համար ապրեր։ Նորմալ եմ համարում, էդ էլ եմ նորմալ համարում։ Մարդիկ բիզնեսմեն են, իրանց բիզնեսներն են տիրություն անում։ Էլի նորմալ է, այդ մարդկանց բան չունեմ ասելու։ Կարար ավելի վատ, ոմանց նման էթար դառնար Նիկոլի մտներ Նիկոլի թիմը, Նիկոլի այդ կիսերես ամեն ինչը։ Բայց այդ ամեն ինչը ինքը չարեց, չէ։ Ինքը մնաց տղա, դուս եկավ կանգնեց պետության կողքը, հայրենիքի կողքը, հայազգի կողքը։ Ու դրա համար այսօր այդ հարձակումները դրա համար է կատարվում Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ու այդ ամեն ինչով Ծառուկյանը ապացուցեց, որ ինքը տղա է ու զադնի դնող տղա չի, ուժեղ հայ է ինքը։ Ես սա կասեմ։ Կամ այդ մանր մուներ այդ որ առուցին են սպանել։ Արա լավ այդ Ձիշով կա։ Այդ Ձիշովի վրիժարու ես Նիկոլ։ Վրիժարու ես գնա Ալևի հետ ամեն օր հանդիպում ես։ Ձեբից տան ճակատից Գյուլի Ալևին։ Կասեմ վրիժարու ես։ Դու առուտից ես որ գիտեք խի այդ առուցներին սպանել։ Իմ խորին համոզմամբ։ Այն որ Ծառուկյան ասեց թոգամտնի որ ծառուցից մոտ այդ դրա համար սպանի։ Դուք պատկասում եք սա Դիշովի, տեսեք, արա դու ինչ Դիշովի մարդ ես, արա։ Ինչ Դիշովի մարդ։ Նախ կենթանին իմ համար կենթանին մարդուն շատ քիչ է զիջում մարդուց։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ դա ձերմոցել ասեմ, Մարամ ջան, ես նույնիսկ որ գնում եմ խանութ սուպերմարկետ առևտուր անելու, ձուկ չեմ առնում։ Գիտեք ինչի համար, որտեղ աշկի դեմը սատկացնում այդ ձկին, այսինքն սատկացումը տալիս է։ Ասես ես պատճառ չեմ դառնա սատկացնեմ կենթանու, որ տանեմ ուտեմ։ Հասկանում եք։ Նույնիսկ ասեմ ձուկ չեմ առնում, որ դեմս չսատկացնի։ Ես այդ սպանության բանը չեմ դառնա, պատճառը չեմ դառնա։ Ոնց ասեմ կենթանին էլ առյուծը, շունը, արա մարդիկ իրանց տան անդամին ման սիրում են։ Այսինքն դու արդեն չնայած ինչ ենք զարմանում, մի ամբողջ սերունդ կոտորեցիր, առյուծը ինչա որ առյուծին չսպաների։ Ոնց է Դիշովի են մուր հանել, էլի Դիշովի վրիժառությունը։ Մուր ես ուզում հանես, վրեժ ես ուզում լուծես, Ալևին ճակատից Գյուլի մի օր։ Սա որ հետ մեզ հանդիպումների։
Սա իր պարտության նշանն է, որ հաղթածել էր սենց չէր լինի։ Հիմա ինչ էինք շարունակում այս ռեպրեսիաները։ Մի բանի համար, որտեղ ինքը տենմա չէ, որ ժողովրդի մեծ մասը իրան դեմ են քվյարկել։ Ինքը մի պիտի ջարդի ինդիմությանը թույլատնի, որպեսզի ինդիմությունը իրան հետո չգցի, որտեղ ինքը տենմա, որ ինդիմությունը ուժեղ է այսօր։ Ինդիմությունը ուժեղ է 50%-ից ավել իրան դեմ են քվյարկել, 50%-ից ավել իրան դեմ են քվյարկել։ Նույնիսկ այս ռեպրեսիաները ու այսքան կեղծելու արդյունքում։ Այդ ինքը տենմա, մի պիտի ջարդի գցենքում, չէ։ Այ դա դրա համար է, այս ամեն ինչը արվում։ Ազատություն Գագիկ Ծառուկյանին կանգնած եմ իր կողքը ու մեր բոլոր սպորտսմեններին կոչ եմ անում, ամոթա, հելեք կանգնեք, պասիվ մի նստեք, մի վախեցեք, հելեք կանգնեք Գագիկ Ծառուկյանի կողքը, այսօր որ դուք սպորտսմեն եք, ուժեղ սպորտսմեններ եք, տես չեմպիոններ եք դառել, դա Գագիկ Ծառուկյանի շնորհքն է։ Հելեք պայքարեք իր համար, թե ձեր հրապարակային հայտարարություններով, թե ասենք մրցումներում գնալով ու Ծառուկյանի մայքեն հագնելով։ Հելեք ակցիաներ արեք իր համար։ Ես կոչը կանեմ ես։ Միջազգային այս պահին միայն Արսեն Ջուֆալակյանն է անդրադառնում։ Մալադեց իրան։ Բոլոր սպորտսմենները պետք է անդրադառնան։ Ջուֆալակյանը ասում է, որ Գագիկ Ծառուկյանը շատ երկար ժամանակ է չի հանդիպել։ Տարիներ առաջ մի անգամ Փարիզում է հանդիպել, երբ Ծառուկյանը գնացել էր որպես աջակցություն։ Մալադեց իրան, ապրի ինքը հալալա իրան, բայց բոլոր սպորտսմենները տենց պետք է պայնա, պետք չի ապերախտ լիներ։ Ծառուկյանի արած լավությունները մի մոռացեք։ Ու ես ուզում եմ նաև Գագիկ Ծառուկյանն էլ ասեմ, Ծառուկյան ջան, դու տղա ես, դու լավ հայ ես, ուժեղ հայ ես, դու ապացուցեցիր, որ դու քֆուրի տակ մնացող մարդ ես, ու այդ սաղ քո լավությունների դիմաց Աստված քո դեմը կբերի, դու հանգիստ եղի։ Սրանց վատությունների դիմաց էլ Աստված իրանց դեմն է իրանց ձևով բերելու։ Քո մոտ ամեն ինչ լավ անելու ես վստահ եմ, որտեղ դու լավ մարդ ես։ Դու ի տարբերություն որոշ տականքների, դու էլ ես 20 թվին, կներեք 18 թվին սխալվել, բան չասի, այն վաղ ամբողջ ազգն է սխալվել։ Բայց դու դրանից հետո քո սխալը մինչև մա չես շարունակել, դու ուղղել ես քո սխալը։ Այ երեք նորից ակտիվացել են հակասերժական տականքները, չէ՞, հայազգի թշնամիները, որ հելել են, էլի, ուրեմն իրանք այդում պարտվու Սերժն է մեղավոր։ Ինչ էլի Սերժն է մեղավոր։ Խի արա, խի։ Այ Գագիկ Ծառուկյան ջան, դու նաև այդ առումով ես արդար, որ ոչ մի տենց սխալ բան չես արել։ 18 թվին բոլորն են սխալվել, նորից եմ ասում, ոչ մեկին 18 թվի սխալների համար ես չեմ մեղադրում, մարդեն սխալվել են, չեն հասկացել։ Բայց 20 թվի պատերազմից հետո, ով որ Սերժ Սարգսյանին մեղադրում է, նա ազգի դավաճանը, նա ճակատին, յառլիկին պետք է կապցնենք պետական դավաճանի յառլիկը, պետք է կապցնենք ճակատներին դրանց։ Ու սա մեր ազգի փրկությունը դրա մեջ է։ Մինչև դրանց ժողովուրդ ջան ուզում եք հեռացնեք Նիկոլ Փաշինյանին։ Ճանապարհը ձեզ ասում եմ։ Հավաքվեք, ով որ ուզում է Նիկոլը հեռանա, բոլորովդ հավաքվեք ու քաղաքականապես եմ ասում, ֆիզիկապես չէ, ֆիզիկապես էլ ձեզ չէի ասի։ Քաղաքականապես ոչնչացեք այ երեկվա այդ ակտիվացողներին, հակասերժական տականքներին։ Քաղաքականապես ոչնչացեք պետական դավաճաներին։ Դրանից հետո, եթե սա ոչնչանա քաղաքականապես, ես ձեզ ասում եմ, մի ամսվա ընթացքում Նիկոլը կփախնի ստեղից։ Մի ամիս դե չի կարա մնա։ Իսկ Ծառուկյանը դրա մեջ չի մտնում, այդ առումով էլ ինքը իրան ճիշտ πάει։ Ծառուկյան ջան, քո ցավը տանեմ, դու իրոք տղա ես, դու իրոք լավ հայ ես, ճիշտ մարդ ես։ Ես քո կողքդ կանգնած եմ։ Հիմա գալով է այս մյուս թեմաներին, մենք տեսանք, չէ, այդ ֆոն դեր Լայնը եկել էր Հայաստան, նույն օրը մարդ է ձերբակալվում, տանում են կալանքի գնդապետի, նույն իրականության մեջ պարոն Աշոտյանը կալանքի Իհարկե։ երկարաձգում են, մյուսների կալանավորում, դե երեք է պարոն Ծառուկյանի երկու ամսով, ամբողջ երկիրը դարձել է հսկայական բանդ, եւ այդ սույն տիկինը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության հաղթանակի։ Մարիամ ջան, ես սա մասին վաղուց եմ խոսացել, շատ վաղուց եմ ասել, որ Եվրոպան ցույց տվեց, որ ինքը իր արժեքներ, իր գաղափարները ստորադասում է իր շահերին։ Շատ վաղուց եմ ասել սրա մասին, մի քանի տարի առաջ։ Ասեմ, Եվրոպան ապացուցեց, որ իր շահերը ավելի բարձր են, քան իր արժեքները, իր գաղափարները։ Ասկե Եվրոպան էլա ոտնահարում ինքը իր սկզբունքներին։ Նենց չի ֆիքսում էս ինքը։ Նենց իրանք չեն տենում, որ ստեղ հակաժողովրդավարական քայլեր է կատարվում։ Բայց քանի որ իրանք շահերից է բխում դա, իրանք ասում են նորմալ է սա։ Այս սա է Եվրոպան վաղուց ապացուցել, ես սա ասել եմ, հիմա չեմ ասում։ Մի քանի տարի առաջ եմ ասել, որ Եվրոպան իր սկզբունքներին դեմ գնաց, իր գաղափարներին, իր արժեքներին դեմ գնաց, քանի որ ավելի վերադասում իր պետական շահերը։ Այդ դրա համար, որ ամեն ինչը նորմալ լիներ, աշխարհը sense խառնված չլիներ։ Նիկոլին քացու տակ գցեր հենց Եվրոպան հակաժողովրդավարական քայլերի համար։ Բայց քանի որ այսօր Եվրոպան պատերազմի մեջ է, իր համար մեկը իր պետական շահերն են, որը որ վերադասում իր գաղափարներից, իր արժեքներից։ Եվ Ռուսաստանի հետ տեսնում ենք, հա, գնաց Միշուզինին
Մարամ ջան, ես միշտ եմ ասել, որ մեր անվտանգությունը կախված է Ռուսաստանից։ Հայ ազգի, հայկական պետության ու հայ ազգի, հայ մարդու անվտանգությունը, առհասարակ գոյությունը այս տարածաշրջանում կախված է Ռուսաստանից։ Եթե մենք Ռուսաստանին դեմ գնացինք, մենք ոչ թե մենակ սովամա կլինենք, այլ կոչնչանանք։ Ուկրաինայի օրը կանգնենք ամենավերջում։ Ռուսաստանին դեմ գնալ չի կարելի։ Հիմա այս ամեն ինչի արդյունքը Արցախի կորուստը 1000 անգամ սա մասին խոսացեմ, այդ մի ամբողջ սերունդի կոտորվելը, սա այդ հակառուսական քայլերի արդյունքն էր, որովհետև եթե ռուսին չցավացնեին, ռուսը շարունակեր մեր կողքը մնար, թուրքը մեզ չէր կարող այդ օրը գցեր։ Ռուսաստանին ցավացեցին, ռուսը ասեց, ես քո թշնամին եմ, չեմ խառնվում, ես ընդամենը չեմ խառնվում։ Գնա ինչ անում ես Սարա։ Դա համար էլ մենք այսօր ընկանք։ Հիմա որ սեն շարունակենք Հայաստանն էլ անգնելու Արցախի օրա, Ղարաբաղի ճակատագրին արժանանալու Հայաստանը։ Եթե հակառուսական քայլեր մենք անենք։ Աշխարհի բոլոր պետությունների հետ էլ լավ հարաբերություն հաստատի։ Թուրքիայի հետ էլ լավ հարաբերություն հաստատի, արժանապատիվ իհարկե։ Ես դրան դեմ չեմ, դա շատ լավ է, ողջունելի է, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների, ի հաշիվ Ռուսաստանի շահերի, որտեղ Ռուսաստանի դեմ չես կարա գնաս, չես կարա։ Այս սա կասեմ ես, եթե լա գյուղացիներն են տուժում, բա որ հանկարծ ռուսը մի քիչ էլ գազ տա։ Մի թե ինչ արի, մի երկու միրգ արգելելա որ մտնի Ռուսաստան։ Մի երկու միրգ։ Նա Ռուսաստանը մեր ժողովրդին է հասկացնում, ասում է տեսեք, որ առանց ինձ չեք կարա։ Մի քիչ որ շարունակեք մի քիչ էլ կավելացնեմ ճնշումը, մի քիչ էլ կավելացնեմ, իջա ամենավերջում կգցեմ Ուկրաինայի օրը։ Էդի մենք չենք հասկանում։ Դրա համար էլ մեր փորձանքները մեր գլխին գալիս է։ Հենց գիտեն աղբեր առանց գազ կաբրենք։ Առանց գազ չես ապրի, ամենավերջում բոմբիտ կանի կոչնչացնի սաղին, ամենավերջում։ Նես չպետք է թողի սոված մնաք ու տենց դիմադրեք, բայց իր շահերին դեմ կարողանաք բան անեք։ Չի թողի, պարզի որ չի թողելու։ Ու իր պարագայում էլ դա ճիշտ է, բայց սաղ տարածքների մար արունա թափի։ Իսկ մեր պարագայում ապերախտություն է, որտեղ ստեղ որ պետություն մենք ունենք, ստեղ որ հայկա է ռուսի շնորհքն է։ Բարեմտյան Հայաստանում խի հայ չկա, ով կա ծպտյալա, վախում է իր արմատներից խոսա։ Ասկա ռուսն էլ դիմես կոտորացել էր, հայկական հարցը տենց վերացրացել էր, որ այսօր պրոբլեմ չառաջանար։ Այսօր որ ստեղ պետություն ունենք ու այսօր ստեղ հայ ապրում, դա Ռուսաստանի շնորհքն է։ Այդ դա մոռանալ պետք չի։ Ուրանալ պետք չի։ Հիմա տեսա՞ք այդ Եվրոպային ասում է, ֆոն դեր Լայնին ասում է, չի լինելու 13 թվի դեպքերը կամ ապավշ էլի, Հայաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրամիությանը, բայց հետո գնում են դու ժուլիկություն անում, Ռուսաստանն էլ ասում է, Հայաստանը ԵԱՏՄ-ի ամբողջությամբ ուզում է ներառված լինել։ Հա ինքը մի օր էս ասում, մի օր այն ասում, բայց իր քայլերը հակառակն են ասում, Ռուսաստանն էլ երեխա չէ, Ռուսաստանը ստե իր այս զոմբիները չեն, իր տուպոյ ընտրողները չեն, որ ոնց ուզի խափի։ Հենց գիտի ոնց որ ստե ժողովրդի մի հատվածն է կարում խափի ֆռացնի, տենց էլ են դեռ Ռուսաստանում դի խափի ֆռացնի։ Ռուսը չի տենում քայլերը։ Մենք մաքսիմալ Ռուսաստանից հեռու գնացել ենք ու մաքսիմալ Եվրոպային մոտեղել ենք Սերժ Սարգսյանի օրոք։ Իսկ դրանից ավելը արդեն արկածախնդրությունն է, արկածախնդրություն։ Դրանից ավել չես կարող անես։ Հիմա ամեն դեպքում այս մարդը տեսնում ենք, որ սրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է 300,000 ադրբեջանցիների թեման։ Դա ամենավտանգավոր բանն է, ամենավտանգավոր ու կործանարար բանն է, որտեղ 300,000 ադրբեջանցին, որ եկան ստեղ, Հայաստանը շատ կարճ ժամանակում դառնալու է արևմտյան Ադրբեջան։ Դա ամենավտանգավոր բանն է։ Դա պիտի թույլ չտանք։ Այդ միակ հարցն է, որի շուրջ ես պատրաստ եմ կանգնեմ ցանկացած հային հայ տականքի կողնել։ Հայ տականքի կողնել պատրաստ եմ կանգնեմ, պայքարենք այդ 300,000 ադրբեջանցիների դեմ, որ դրանք չմտնեն ստե, որտեղ այդպես միանգամից Հայաստանը տալիս է Ադրբեջանին։ Ալիևը չի ասում է, ես քեզնից տարածքային պահանջ եմ ուզում։ Ասում է ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հələ ես մի անգամ էլ ասել եմ։ Ձեր մոտից եմ ասել, էլի տեղերից եմ ասել։ Կարող է դաժե կանգնի ասի ախպեր, հարց կա, որպես պատմական արդարություն Նախիջևանն էլ մտցնում եմ Հայաստանի կազմի մեջ։ Բայց պետք է քո հին բնակիչները, որ որտեղ ապրել են, հետ գան Հայաստան։ Պատկերացնում եք ինչ տեղի կունենա։ Նույնիսկ եթե Նախիջևանն էլ մտնի Հայաստանի կազմի մեջ ադրբեջանցիներով, մի 300 ադրբեջանցի փախստական կա, մի 500,000 ադրբեջանցի էլ Նախիջևանով կա, всё այնա պրծավ Հայաստանը արևմտյան Ադրբեջան։ Դուք պատկերացնում եք, ստե ինչ տեղի կունենա։ Ստե ոչ մի թուր պետք է ոտ չդնի, ոչ մի հայ էլ պետք է Բաքու ոտ չդնի։ Իսկ Արցախը առանձին թեմա է։ Եթե իրականում խաղաղություն են ուզում հաստատեն, հարատև խաղաղություն, չէ՞, ուրեմն պետք է
Ոչ մեր փախստականները հետեթան Բաքու, ոչ էլ իրանց փախստականները հետ կան Հայաստան։ Ղարաբաղն էլ առանձին թեմա է, դրա հետ պետք չի կապել։ Այսինքն մենք զուգահեռ սրա ոնց որ իրանք այդ 300,000-ի թեման են բարձրացնում, մենք էլ պետք է Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի թեման բարձրացնենք։ Ասենք դու էլ իրանց ես ընդից քշե, ցեղասպան է, հələ մենք ստից ակուրատնի ճամփել ենք իրանց առանց մեկին մատով կապնել դուք ընդ կոտորել եք արա ցեղասպանություն եք արել Սումգայիթում ու Բաքվում Կիրովաբադում հələ Կիրովաբադում դիմադրեցին աղաքին տենց շատ մարդ չմեռավ մեզնից հիմա մենք իրանց հարցը բարձրացնենք դեմ տանք այդ 300,000 ադրբեջանցիներին ասենք ոչ մի ադրբեջանցի պիտի Հայաստան չգա ոչ մի հայ պիտի Բաքու չգնա իսկ Արցախը առանձին թեմա է սրա հետ չխառնեք ոչ թե Արցախին ինք ասում դուք ստե Արցախի դրոշը դնում եք ստե սեղանին Արցախի դրոշը բերեք դրեք Արցախի դրոշը դնում եք ստե սեղանին, ասում այս սրա համար Ալիևը գազազում է։ Ինքն էլ 300,000 ադրբեջանցիների թեման է բանանում։ Ես էլ ասում եմ տղա ջան, այդ Արցախը դրա հետ կապ չունի։ Այդ 300,000 ադրբեջանցիների դեպի Բաքվի հայերի թեման բարձրացնես։ Ու էդի դրան դեմ տաս, դնեք մի կողմ։ Եթե դու 300,000 ադրբեջանցիների թեման ես բարձրացնում, մենք էլ Բաքվի Սումգայիթի հայերի թեման ենք բարձրացնում ուրեմն։ Ու էդի մեկը մեկին sense դեմ դնենք մի կողմ, իսկ Արցախը առանձին թեմա է, Արցախը պիտի ինքնորոշվի։ Արցախը դրա հետ կապ չունի չխառնեք։ Եվ մի հարց է, ձեզ համար հասկանալի է ինչու Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի փոխարինել Զուլիան Ռուբինյանը։ Հա, հասկանալի է։ Ասեմ ինչի համար։ Նախ ընդհանուր երկրի համար ոչ մի տարբերություն, իրանցից ով էլ որ գա այնտեղ ով էլ գնա իրանք են իշխանություն ոչ մի բան չի փոխվելու Ալեն Սիմոնյանը իր տեսակով վտանգավոր մարդ է ուղակի Ալեն Սիմոնյանը իմ կարծիքն եմ ասում էլ դեմ արդեն հերացել էլ չեմ ուզում ավել բան իր ասել թեկուզ ասեմ հերացող մարդու ասեմ բայց ես սրա մասին շատ եմ խոսացել եթե Ալեն Սիմոնյանը մնար կարող է իր ոտը ուտեր որտեղ Ալեն Սիմոնյանն էլ հազորանում արդեն ԿՊ-ի մեջ տեսակով էլ ինքը ոտուտող մարդ է սա իմ կարծիքն եմ ասում ասկի ինքը Նիկոլ Փաշինյանը համար Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ինքը վտանգ էր ինքը սպառնալիք էր դրա համար ինքը ներսում էլ չէ դինենց անի որ ուժեղ լինի իսկ Ալեն Սիմոնյանը արդեն սպառնալիք էր Ալեն Սիմոնյանին մի հատ նենց պաշտոն կտա իմ կարծիքով որ Ալեն Սիմոնյանի դիրքերը թուլանա ուղակի այդքան բան որտեվ Ալեն Սիմոնյանը համ ուժեղանում էր օրեցօր համ էլ իր տեսակով ինքը ոտը կուտի կանցնի առաջ այնց մարդ չէր որ ասենք հավատարիմ մնա այդ որ ցույցատալի տենց հավատարիմ ինքը տենց չի ինքը հենց ուժը պատեց ոտը կուտի ու կեթա առաջ այդ տեսակի մարդա ու շատ վտանգավոր ու ավելի վտանգավոր քան Նիկոլ Փաշինյանը չեմ ուզում ավել պակաս ուղղակի խոսամ հերացող մարդ են օրնել տենց պարլամենտում տեսա խղճից վրան էլ ճիշտ ասած ազդեց այդ տեսարանը ասենք հերացող մարդու հասեն ես բան չեմ ուզում խոսամ էս այն եմ ասում ինչը որ ասել եմ ժամանակին միշտ իր մասին խոսալուց Բռնապետ Ալիևի Եվ որտեղ շարունակում են մեր հայրենակիցները գերության մեջ լինել, խնդրեմ ես մասով Էլի նույնը պետք է ասեմ, որ Եվրոպան իր արժեքներին դեմ գնաց վեր դասելով իր շահերը, որովհետև իր շահերը այսօր իր շահերից դա է բխում։ Իր շահերից բխում է որ ստեղ լինի Նիկոլը հակառուսական, այնտեղ էլ թեկուզ այդ բռնապետը։ Բա բռնապետ Ալիևի ձեռը ո՞նց ես բռնում։ Բա որ գնացել ես Բաքու, բռնապետի մոտ լավ գործով, բա քիչ ես ընդ մի հատ հայտարարում այ բռնապետ։ Էս քեզ էս մարդկանց բերեք գերի։ Քիչ ես թողում։ Եթե դու արդար ես, մի հատ հայտարար իր ուժը չի պատում, բայց քո արժեքներին հավատարիմ մնա։ Բա մի հատ հայտարար իր այնտեղ ասել այդ գերիներին բաց թող ես բռնե գերի, արա։ Բաներ մի հատ։ Նիկոլ քծված չես։ Գնացիր բա ստորագրեցիր Արցախը ճանաչեցիր, որ մենք այնտեղ գերի ունենանք, մի հատ, բա չես ասում այ ֆոն դեր լայն։ Գերիներից գոնե այնտեղից բերեք արա։ Գնացից ճանաչեցի, ձերուզացնել արեցի։ Ճանաչեցի Ադրբեջանի կազմում։ Բա խիպտի ես այնտեղ գերի ունենամ։ Բա մի հատ այդ հարցը բարձրաձայնի։ Սա կասեմ։ Եվ ձեր խոսքը ամփոփի ձեր կոչը իրապես չնայած այս բնաճնշումներին հիասթափվելու պայքար։ Չէ, իհարկե պետքա պայքարենք, Մարիամ ջան, հիասթափվել չկա։ Պետքա պայքարենք։ Ինչը։
Իհարկե չի լինի, քանի կան, քանի շնչում ենք, պետք է պայքարենք, որտեվ ամեն մի վարքան հետո ամեն մի պուճուր ավել պայքարը կարա հաջողության բերի։ Հանձնվել չկա, պետք է պայքարենք։ Սա կասեմ, պետք է պայքարենք, որովհետեւ արդեն 50% պլյուս 1-ը, որը որ դեմ քվյարկես Նիկոլին, դա լուրջ ռեսուրս է, որը եթե ճիշտ օգտագործվի, ոչ թե այս երեկվա հակասերժական տականքները, որ ակտիվացել են, այլ ճիշտ օգտագործվի, այն ուժն է, որով կարելի է հեռացնել այս սրանց, այս ցեղասպաններին, ազգասպաններին, հայրենիք հանձնողներին, այդ ռեսուրսով կարելի է հեռացնել։ Իսկ ասենք, այդ դրա համար մանդատների համար են չէ խոսում, ես էլ նորից ասեմ, մանդատները վերցնելը ես միշտ եմ ասել ճիշտ եմ համարում։ Մանդատը դա մի գործիք է պայքարելու համար։ Ես այն ժամանակ էլ որ մեր ընդդիմությանը մեղադրում էին մանդատները վայր դրեք, ես ասում եմ որ վայր դնենք ինչ տեղի կունենա։ Լսում էի ասողներին, որոնց մեջ նաև շատ ընկերներն եմ հարազատներ, իրանց ցավը տանեմ, բայց լսում էի համոզից չէր իրանց ասածին։ Ես ասում եմ չէ, վայր դնելը սխալ է։ Ու հիմա էլ նույնն եմ ասում, մանդատ վերցնելը ճիշտ է, որտեղ մանդատը գործիք է պայքարելու համար։ Այդ գործիքից չի հրաժարվես։ Ես դա միշտ եմ ասել։ Ես մերոնց մենակ մեղադրել եմ մեր ընդդիմադիր падգամավորներին այն ժամանակ ուրիշ բաների համար։ Ու թե անդետալ ծեծուտելու համար, օրինակ, ու էլի լիքը բաների համար, բայց ոչ մանդատները ասել են վայր դրեք։ Մանդատը վայր դնեն, որ մի եկագործի, մանդատը վայր դնեն, որ այսօր չկարանան, այդքան Ծառուկյանին տենան։ Օրինակ, հեչ որ չկարան, չէ՞ այդքան կալանավարի մի հատ քաղբանտարկալի տենան։ Այդ քաղբանտարկալ, որ ելնեք կիմանաք, որ այդ մարդկանց համար թե ինչ դուխ է, որ այդ մեն իրանց տենում են։ Կամ հազար մի հարց են լուծում։ Միջազգային ացիաների հետ մեն հարցեր են բարձրաձայնում մեր։ Կարմեն, չէ՞ բարձրաձայնեն։ Հազարու մի բան, կամ ամենավերջում ցանկացած պայի կարող է չէ իմպիչմենտ ստացվի, ու իրականում էլ կյանքը ցույց տվեց, չէ՞ որ իմպիչմենտը ճիշտ տարբերակ է, որ էլի մենք ճիշտ ենք ասում։ Այդ երանդով որ կպնեն իմպիչմենտին, ոչ թե սպասեն Գյումրիդ վանելուն, ես վստահ եմ Նիկոլը հեռացված կլներ։ Ես վստահ եմ։ Բայց իմպիչմենտին չէին կպնում, որտեղ վախում են, որ կարող է Դավիթ Համբարձումյանը գա իշխանության։ Այ դա եղել են դիմության սխալ այն ժամանակվա մեր։ Ոչ թե մանդատները վերցնելը հիմա կամ այն վաղ չդնելը։ Մանդատները վերցնելը ճիշտ է։ Այո, ես առաջի օրվա միշտ եմ ասել, միշտ իմ սա հարցազրույցներում ասել եմ, մանդատները վերցնելը ճիշտ եմ համարում, որ չվերցնես ինչ ենք շահում, ոչ մի բան։ Իսկ որ վերցնում ես շահում ենք այդ գործիքը։ Մի հատ լուրջ չակուճ ձեռներ ես ալում, հա։ Շնորհակալություն։ Ես էլ ձեզնից եմ շնորհակալ։